Ողջույններ, որոշեցի կարճ անդրադարձ կատարել այսօրվա վերջին մի քանի օրերի ընթացքում նաև տեղի ունեցած հետաքրքիր մտքերի փոխանակումներին ներկայիս ազգային ժողովում, հիշեցնեմ այն ոչ լեգիտիմ է, հիշեցնեմ հունիսի 7-ին, թրքանշանակ փաստացի իշխանազավթում է կատարել կրկին Հայաստանում եւ ուժեղ Հայաստանը որպես այդ ընտրություններում հաղթած կողմ որևէ ձևով, որևէ իր խոստացած որակի պայքար չի մղել այդ իշխանազավթումը կասեցնելու ուղղությամբ եւ ավելին կրկնելով 2021-ի ճակատագրական սխալը, ասել է, որ ինքը գնում է ազգային ժողով, ինչ որ չգիտեմ պայքարելու եւ այլն եւ այլն։ Եվ վերջին այս երկու օրերի ընթացքում անընդհատ շեշտվում է Նարեկ Կարապետյանի կողմից, որ ինքը ակնկալում է ՔՊ-ի կողմից, այսինքն իշխանազավթում կատարած ուժի կողմից բարեկիրթ եւ նորմալ աշխատանքային հարաբերություններ, բարեկրթություն եւ նորմալ աշխատանքային հարաբերություններ, պետական դավաճանի հետ ընտրությունների գնալուց անդին բարեկրթություն եւ նորմալ աշխատանքային հարաբերություն սպասել մի ուժից, որը հստակ ուղենիշերով գործում է Թուրքիայի կողմից, Ադրբեջանի կողմից հաստատված հայակործան ծրագրով, ես ուղղակի չեմ պատկերացնում։ Դիտում եմ ազգային ժողովը, որպեսզի հասկանամ, որն է ուժեղ Հայաստանի ռազմավարությունը, ընդդիմադիր ուժի, որը հպարտանում է, մուննաթ է գալիս, որ ինքը աննախադեպ ինչ-որ ավելի մեծ թվերով աթոռներ է ստացել, քան նախորդներ եւ այլն, բավականին հոխորտուն է իրեն պահում, իրեն ձայն տված քաղաքացիների հանդեպ, ուզում եմ հասկանալ որն է այդ ռազմավարությունը եւ որն է այդ ռազմավարության նպատակը, ինչ են նրանք այնտեղ անում, ինչի համար են հավաքվել։ Կասկածները ավելի շատացան, երբ որ տեսա Էդգար Ղազարյանի բավականին տրամաբանական, ճիշտ պատգամավորին վայել ելույթից հետո նրա դեմ կատարված այս հարձակումը ու կրկին այդ հարցերը առաջացավ, որովհետև Նարեկ Կարապետյանը խոստացավ, որ ինքը իր խմբակցության ներսում բարեկրթության մասին ինչ որ դասախոսություններ պետք է կարդա, եւ հենց ինքը վկայեց էկրանների առջև, որ իր ուժի ներսում կան մարդիկ, ովքեր ընդունում են երևի այդ բարեկրթության իր ճառերը եւ կան նրանք, ովքեր չեն ընդունում, այստեղից նա որպես խմբակցության ղեկավար եւս մեկ ճակատագրական սխալ արեց, բացի այն ճակատագրական սխալները, որ պետք էր Էդգար Ղազարյանի կողքին կանգներ, որ Էդգար Ղազարյանի պես պետք է խոսեին բոլոր պատգամավորները, այլ ոչ թե մեկ կամ մի քանի հոգի։ Նա նաեւ այստեղ սխալ գործեց, որովհետեւ ցույց տվեց, որ իր խմբակցության ներսում ինչ որ այսպես տարաձայնություններ կան եւ նաեւ հուշեց ինքը տարաձայնության որ դաշտի հավակնորդ է, այսինքն ինքը այդ եկեք ձայներս կտրենք, խելոք նստենք, բարեկիրթ, նորմալ աշխատենք եւ այլն այս ֆլանգի, ուրեմն պաշտպան է եւ շատ տարօրինակ է այդ վարքագիծը, որովհետեւ այն դրսեւորվում է նաեւ իրենց առաջարկած, ասենք, ինչ ես անելու, ինչ ծրագրերի մասին ես խոսելու, որովհետեւ ասենք մենք այսօր տեսանք Արեգան էր խոսում, ես տեսա, որ այնտեղ անընդհատ շեշտվում է, որ կարծես թե ինքը այսպես ասած մի վախեցեք Արցախ ասել եւ այլն, բայց ամենը պաթոսային ինչ որ հայտարարություններ էին իր կողմից, միշտ է նա պաթոսային եղել, բավականին թույլ էր իր պաշտպանությունը եւ մենք հասկացանք, որ արցախցիների Արցախ վերադառնալու իրավունքի մասին խոսք չի գնում, Արցախը որպես անկախ պետություն, այլ ոչ թե Ադրբեջանի մաս ճանաչել դրա մասին խոսք չի գնում, խոսքը գնում է, որ արցախցիները պետք է սկսեն արդեն Հայաստանում ապրել եւ ծաղկեցնել Հայաստանը մյուս հայաստանցիների հետ միասին, այնպես որ ոչ ոք Հայաստանից չգնա, այսպես հարմարվող, կոնֆորմիստական, ՔՊ-ի արհեստական այս ստեղծված պետականը հանձնման հողահանձնման գործընթացի հետ հաշտվող կեղծ ընդդիմադիր գործչի խոսույթ էր, նրա խոսույթը անպատվաբեր։ Իր ելույթից հետո եւ առհասարակ նրան ընդդիմադիրների կողմից, երբ որ ինչ որ մեկնաբանություններ եւ այլն կատարվում էր, Վահագն Ալեքսանյանը նստած ուրեմն ամբիոնում անընդհատ ինչ որ ռեպլիկներ էր բաց թողնում, ինչի նկատողություն արեց Դավիթ Ղազինյանն է պատգամավոր ուժեղ Հայաստանից եւ ճիշտ արեց եւ ասաց ինչ որ կանոնակարգ կա, որ դες թույլ է տալիս նման ռեպլիկներ բաց թողնել,
ինչին ի հետևանք Վահագն Ալեքսանյանը սկսեց գոռգոռալ, որ եւ պարտադրել, որ Դավիթ Ղազինյանը պետք է լքի դահլիճը, սկզբում նրան ինչ որ այսպես կարգապահական տուժ նշանակեց, հետո ասեց դուրս արի դահլիճից, նա դուրս չէր գալիս դահլիճից, անվտանգության ուժ կանչեց, անվտանգության ուժը եկավ, Դավիթ Ղազինյանին դուրս տարավ, հետո մնացած արդեն խմբակցությունը դուրս եկավ միջանցք, մենք այս կադրերն ենք տեսնում, դա այն ֆոնին կրկնում եմ, երբ որ երեք Նարեկը Կարապետյան հայտարարում էր, որ ինքը ուզում է բարեկիրթ եւ նորմալ աշխատանքային հարաբերություններ, կրկնում եմ, դավաճան եւ իշխանազավթ ուժի հետ, որը մեկ անգամ չի իշխանազավթում արել, այդպես անում այլի բարբերաբար իշխանազավթում է կատարում ու ես արդեն ծիծաղում եմ այս ամեն ինչի մասին, այս թատրոնի մասին, որովհետեւ Նարեկ Կարապետյանն այս լուրջ դեմքով է բարեկրթությունից խոսում ու այնպիսի տոնայնությամբ ոնց որ տենց մինչև տենց Հայաստանում չգիտեմ բարեկրթությունը ինչա ու նաև այն որ ասում է գելի գլխին ավետարան են կարդում ասում է արագացրու ոչխարի սուրուն գնաց ասենք հին հայկական ասացվածքը կա ԿՊ-յանը բոլոր կենթանիների մասին, այսինքն ոչ բոլորին է, որ կարող ես բարեկրթությունից խոսել, սատանային չես կարող ավետարանից խոսել եւ այլն, թվում է դրանք հաստատված փաստեր են։ Ոչ, ինչ ռազմավարություն ենք փոխարենը տեսնում։ Մենք տեսնում ենք, որ Նարեկ Կարապետյանը նաև լրագրողների հարցերին պատասխան մեզ բացում է իրենց հիմնական գործարական օրակարգը, այն է մեր քաղաքացիների սոցիալական, տնտեսական վիճակը փոխելը, լինենք բարեկիրթ ԿՊ-ի հետ, լինենք բարեկիրթ, չգիտեմ, Եվրոպայի հետ, այսինչի հետ, ինչի հետ, շտկենք քաղաքացիների սոցիալական եսիմինչական վիճակը, էլի է տնտեսական բլոկին գնաց, որը ինձ հիշեցրեց իրենց նախընտրական քարոզարշավի սկիզբը, երբ որ իրենք բոլորը խոսում էին տնտեսականը, աղքատությունը եւ այդ խայտարակ տեսանյութը, որ անցյալ շաբաթ որպես այդ ստրատեգիայի այսպես ծիծեռնակ ներկայացվել էր այդ այրահեղ աղքատության մեջ գտնվող հայր եւ որդու պատմությունը, սովամահության մեջ գտնվող արհամարված բոլոր կառույցների կողմից, հարևանների կողմից եւ այլն, որը ճիշտ է, պետք է նման իրավիճակներում միջամտել խոսել, բայց տեսանյութը ներկայացված էր ուժեղ Հայաստանի ֆինանսավորման տակ գտնվող մեդիամիջոցների կողմից այնպես, որ ահա այսպիսի աղքատություն, հետո ցույց են տալիս կադրեր, որտեղ ԿՊ-ն ասում է, որ աղքատություն չկա Հայաստանում, հետո ցույց են տալիս Նարեկ Կարապետյան, ով ազգային ժողովի ամբիոնից ասում է, սուտ եք ասում, աղքատություն կա երկրում եւ ահա այս մարդկանց հաջորդ օրը օգնում են եւ այլն, բան, որը այլ երկրներում արգելվում է, այսինքն քաղաքական ուժեր, բանկեր եւ այլն արգելված է, որպեսզի մարդու ծայրահեղ սոցիալական վիճակը, մտավոր վիճակը եւ այլն, երեխաների, ասենք, անպաշտպան վիճակը օգտագործվի քաղաքական կամ ֆինանսական գովազդի ճանապարհով ու Նարեկը ցույց է տալիս, որ ուժեղ Հայաստանը նախընտրում է այս սոցիալական ուրեմն խնդրի վրա կենտրոնանալ, նամանավանդ որ իրենք հիմա թիմ ընտրությունների են պատրաստվում, մտածել է որ թիմ ընտրություններում կհաղթեն, չգիտեմ ինչ կանեն, նույնը ինչպես որ Երևանի քաղաքապետարանի ավականու ընտրություններին գնացող ընդդիմություններ զբաղված, Արցախը շրջափակման մեջ գտնված ժամանակ եւ բոլորիս համոզում էր, որ այդ թիմ ընտրություններով նրանք վերջ են տալու Արցախի բլոկադային, իրենք Արցախը բերելու են Հայաստանին միացնեն եւ այլն։ Նարեկ Կարապետյանի տարբերություն սրանց նույնիսկ ձևի մեջ չի մտնում, որ ինչ որ նման բան ներկայացնի, այսինքն ինչ որ սոցիալ-տնտեսական հարցեր լուծելով մենք Հայաստանից դուրս կմղենք ադրբեջանցիներին եւ այլն, ոչ, ինքը իջացրել է ուրեմն նշաձողը, որ կարծես նորմալ քաղաքական մթնոլորտ է, մեր երկրին որևէ արտաքին անվտանգային խնդիր չի սպառնում, որևէ հույժ կարևոր խնդիրներ քաղբանտարկյալների հետ կապված, եկեղեցու դեմ արշավանքի հետ կապված չկան, մեր երկրի գլխավոր խնդիրը դա աղքատությունն է եւ ինքը դա որպես բարեկրթության մթնոլորտում տիրող աշխատանքային հարաբերությունների տիրույթ պետք է օգտագործի ԿՊ-ի եւ իր միջև ինչ որ այսպես մտքերի փոխանակման, ինչ որ օրինագծերի եւ այլնի հիմք ու դրանով ցույց տա, որ ինքը որպես ընդդիմություն տարբերվում է ալամ աշխարհի մնացած բոլոր ընդդիմություններից ու ինքը շատ լավն է, բարի է, բարերար է, նրանք բարերար են, բոլորը ամբողջ իրենց ընտանիքը բարերար է
ու այսպես բարերարը հայտնվել է ազգային ժողովում։ Հիմա ես ուզում եմ եւս մեկ բան նախընտրական քարոզարշավից հիշեցնել Կարապետյան Նարեկին, երբ որ դուք միայն սոցիալական օրակարգով եք ձեր քարոզչությունը ձևավորել ու պայմանավորել, դուք չունեք ռեյտինգ։ Այդ ռեյտինգը բարձրացնելու համար դուք հասկացաք, որ պետք է խոսեք անվտանգության խնդիրներից, որովհետև ցանկացած վիճակագրական վերջին տվյալներ ձեզ ցույց կտան, որ Հայաստանի Հանրապետության բնակչության մեծամասնության թիվ 1 խնդիրը դա անվտանգության խնդիրն է, այսինքն երբեն թուրքերը այս ամեն ինչը գալու ու վարի տան, այսինքն կոտորածի, շրջափակման, տարածքներ վերցնելու, բանակը քանդելու, համակարգ քայքայելու, հողատարածքներ գնելու, բնակարաններ գնելու, ծպտված տարբեր ճանապարհներով, Հայաստան ադրբեջանցիներ մտցնելու, վարձկաններ մտցնելու, քողարկված բջիջներ ստեղծելու ճանապարհով, որ մարդիկ մտահոգված են դրանով։ Եվ երբ որ Նարեկ Կարապետյան սկսեցիք արդեն խոսել 300,000 ադրբեջանցիներից, երբ որ խոսվում էր թրիփի մասին եւ այլն, դուք դա ձեր նախընտրականի մեջ դրեցիք, ինչի համար ստացաք ձայներ, այսինքն դուք ձեր ձայները չեք ստացել սոցիալ-տնտեսական խնդիրներ հաղթահարելու հողի վրա, այլ անվտանգային խնդիրների հողի վրա։ Հիմա ընդունելով ապօրինի ազգային ժողովում վերընկած ապօրինի վարչապետին իր ապօրինի ուսապարկերով, դուք ինքներդ դառնալով ապօրինի, այս բոլոր ապօրիններով միասին մինուս գումարած մինուս հավասար է պլյուս, գնալով Արցախի հանձնման լեգիտիմացման ճանապարհով, դուք ինքներդ մտնում եք այդ արկղը, որը անընդհատ ասում եք չեք ցանկանում, այն է ինչպես որ Հայաստան դաշինքը նախորդ ընտրություններից առաջ բոլորին ասում էր, որ ինքը գնում է ազգային ժողով, որ պայքարի, Նիկոլին հանի, հողահանձնման process-ը կասեցնի, որ իրենք կոլաբորացիոնիստ չեն, մինչև հիմա են այդ բաները գոռում, բայց իրենք այդպեսին դարձան։ Իրենց հիմնական թեզը նա էր, որ ստացվեց, որ իրենք այլ երկրների հետ մեղմ վերաբերելով, Ռուսաստանից հեռախոսը զանգ սպասելով պարբերաբար Բրիտանիայի ԱՄՆ ԵՄ դեսպանների հետ հանդիպելով, իրենց խելոք պահելով այն առումով, որ երբևէ ցույցերը չէին տանի այդ զանգվածային հոծ ալիքները չէին տանի այդ դեսպանատների առջև, փողոցներ չէին փակի եւ այլն, կարծես այդ տերություններին ասում էին, դուք մեզ վստահեք, մենք այլ ձևով, ավելի ցիվիլ ձևով կհանձնենք այն, ինչը որ դուք ցանկանում եք, որ մենք հանձնենք։ Հիմա նույնը դուք եք, այսինքն դու ինչ ես ուզում այդքան տարբերվես այն նախորդներից, այսպես ասած, նախորդ ընդդիմությունից, ինչ բզիկ է քեզ կպել, դու ավելի վատ ես քեզ պահում, նրանք գոնե ձեւի մեջ էին մնում, որ իբրև թե Արցախի թեմա կա, դրոշներ էին դնում իրենց սեղաններին, հիմա այդ դրոշները չկան, ինչ որ այսպես խոսում էին արցախցիների վերադարձի իրավունքի մասին, հիմա դա չկա, ոչ մի բան չկա, անվտանգության խնդիրները, սպառնալիքները, որոնք մեր պետության առջև այսօր թուրքը դրել է, դրանք ձեր կողմից սոցիալական հարցերով բարեկիրթ նորմալ աշխատանքային հարաբերություններով զբաղվելով ապօրինի իշխող ուժի հետ չեն անհետանում, ընդհակառակը դրանք խթանում են, որպեսզի թշնամին ավելի արագ եւ ավելի ծավալապաշտական ծրագրերով ոտնահարի Հայաստանի Հանրապետության տարածքը, ավելի հանդուգն պահի Բաքվի բանտերում պահվող մեր գերիների հետ եւ ավելի խորքային ձևով մխրճվի մեր անվտանգության համակարգի ներսում։ Այսինքն ես հասկանում եմ, որ անվտանգության խնդիրներ, արտաքին քաղաքական սպառնալիքներ այլևս ձեր օրակարգում չեն։ Սրանց ուրեմն օրակարգը ձևավորվում է ուրեմն այս ստրատեգիայի մեջ։ Այսինքն ես հասկացա ձեր ելույթներից այս ստրատեգիան։ Ոչ մի ցույց, ոչ մի գաղտնի պլան, ոչ մի դուրս գանք սա անենք, նա անենք, ոչ էլ անգամ անդրադարձ այդ կարևոր գերխնդիրներին, դուք տարբերվելու համար իբրև թե մյուս ուժերից, որպեսզի իբրև թե հաղթեք թիմ ընտրություններում, վերցրել եք այս սոցիալական հարցերի բլոկը որպես դրոշակ, չնայած դեռևս հունիսի 7-ին տեղի ունեցած ընտրություններից առաջ այդ օրը եւ դրան հաջորդող օրերի ընթացքում եւ մինչ հիմա իշխանությունը թուրքերի հրահանգով թիրախային հեռացնում է դաշտից ձեր հետ աշխատած բոլոր ընդդիմադիր գործիչներին, այսինքն թիմ ընտրությունները եւս թուրքական ոճով են անցկացվելու, անգամ եթե դուք հաղթեք, անգամ եթե հաղթող ձայներ ավելի շատ ստանա ընդդիմությունը, նա ռեպրեսիաների մեխանիզմը գործարկելու է, անգամ եթե դուք նույնիսկ սոցիալական խնդիրների առումով ձեզ սահմանափակեք, ասենք
գյուղերում, քաղաքներում աղբամաններ եւ գիշերային, չգիտեմ, լույսեր, չգիտեմ, չէ, զբոսայգիներ կառուցելու, անցկացնելու թեմաներով։ Դուք որքան իջեցնում եք նշաձողը, երկու այդքան ավելի ձեր դեմ հարձակում եւ ռեպրեսիաներ է գործում իշխող ուժը եւ արդեն գալիս ենք այն կետին, որտեղ դուք ցույց եք տալիս, որ ձեր խմբակցության մեջ բնականաբար կան ուժեղ անհատներ, գործիչներ, ովքեր դեմ են նման պուպսիկացմանը, որտեղ իրենք դրա համար չեն падգամավոր դարձել, իսկ դուք ինքներդ կողմ եք ձեր խմբակցության շարքերում պուպսիկներին, դուք ցանկանում եք այդ պուպսիկների միջոցով ալա Արեգա Հովսեփյան, ալա էլ ինչ կա այնտեղ, ինչ որ տես մի քանի աղջիկներ են գործից բանից չհասկացող, ֆունդամենտալ գիտելիքներ չունեցող, անհատականություններ չեն, առաջնորդի հատկություններ չունեն, օրինակ ձեր Եվրոինտեգրացիայի հանձնաժողովի նախագահի թեկնածուն, ում լրագրողը միջանցքում հարց է տալիս իր նախագահի թեկնածու լինելու ստույգության մասին, արդյոք այդպես է, այդպես չէ, նա վախենում է հարցին պատասխանել, փախնում է լրագրողից, լրագրողի վերջո իրեն կանգնեցնում է ինքը արհամարական ձևով է խոսում լրագրողի հետ հարցերին չի պատասխանում, այլ լրատվականներ են գրում, որ երբ որ ձեզ զանգահարում հարցեր են տալիս, որևէ հոդաբաշխ բացատրություն ձեզնից չեն լսում, եւ դուք այսպես ինչ որ մինի այսպես ձեր բռնապետական տիրույթ ունեք, այսինքն այդ ավելի թույլ ձեր շարքերի падգամավորներին դուք նախընտրում եք այն ուժեղ մարդկանցից անհատներից, ում շնորհիվ դուք ստացել եք ձայներ այն օրակարգով, որտեղ կրկնում եմ ոչ թե սոցիալ-տնտեսական խնդիրներ առաջին պլանում, այլ առաջին պլանում ազգային անվտանգության կարևորագույն խնդիրներն են դրված, որովհետև հիմա մենք գործ ունենք փաստացի հայկական տարածքներում առաջ խաղացող ադրբեջանական զորքերի հետ մենք ամեն օր առնչվում ենք Թուրքիայում, Ադրբեջանում, Հայաստանի մասին, Արևմտյան Ադրբեջան խոսույթով ֆորումների մասին, որոնց հաջորդում է լուրջ ռազմականացում Ադրբեջանի զինված ուժերում, լուրջ բյուջետային հատկացումներ, գեոքաղաքական տարածաշրջանային կարևոր զարգացումներ, որոնք արտահայտվում են, նույնիսկ չեմ հասցնում ձեր տգիտության պատճառով այս կարևոր խնդիրները բարձրաձայնել, Financial Times-ը կարևոր նյութ էր գրել, նոր գոյացող, նոր ձևացող միջին գեոքաղաքական, այսինքն աշխարհաքաղաքական ուժային կենտրոն երկրների մասին, այսինքն կան մեծ աշխարհաքաղաքական ուժեր եւ կային փոքր, ովքեր գտնվում են ազդեցության տակ այդ մեծերի իրար հանդեպ ունեցած փոխհարաբերությունների տիրույթում։ Այս երկուսի արանքում ներկայումս կա այդ հետաքրքիր գեոքաղաքական տենդենսը շատ կարևոր, որը խոր ուսումնասիրության ենթակա է, որտեղ ստեղծվում են այդ փոքրների եւ այդ մեծերի միջև ինչ որ փոխհարաբերակցության նոր մանևրելու ընդունակություն ունեցող դաշտ, իրենք ստեղծում են դա կոչվելով միջին աշխարհաքաղաքական ուժային կենտրոն հանդիսացող երկիր, Financial Times-ը այդ երկրների թվում դրել է Ադրբեջանը, ես խոսել եմ, որ Ադրբեջանը պատրաստվում է նման դերակատարում իր վրա ստանձնել, երբ որ պասերով Նետանյահուի վարչակազմը եւ Ալիևի վարչակազմը նաև Էրդողանը սկսեցին խաղալ Իսրայելի Կնեսետի կողմից, ներկայիս Իսրայելի վարչակազմի կողմից ներկայացված իբրև թե հայոց ցեղասպանության ճանաչման բանաձևի խաղը, երբ որ Իսրայելը պատրաստվում էր ցեղասպան Նետանյահուն պաղեստինցիների ցեղասպանությանը հավասարապես մասնակցած Ադրբեջանի միջոցով, իսկ առանց Ադրբեջանի եւ Թուրքիայի ներգործության պաղեստինցիների ցեղասպանությունը անհնարին կլիներ, իրենք կոնկրետ քայլեր կային, որ կարող էին ձեռնարկել եւ կասեցնել դա, իրենք դա չեն արել եւ շատ լավ իրար փոխհարաբերությունների մեջ են գտնվում։ Հետագայում արդեն ես հատուկ կարդացի հունական պրոտոթեմա կարևոր պարբերականում ներկայացված վերլուծությունը, որտեղ իսրայելյան լոբիստ քաղտեխնոլոգի վերլուծություններ դրված, առայն ինքը առաջինը հռչակեց, որ Ալիևը Նետանյահուին ասաց, որ հետ կանգնիր հայոց ցեղասպանության ճանաչման մտքից եւ Նետանյահուն, որ ոչ մեկի չի լսում, Տրամփին չի լսում, Բայդենին չի լսում, Եգիպտոսի առաջնորդին չի լսում, Սաուդյան Արաբիայի, Էմիրատների
դեպի իր հետ համագործակցության հակված միապետներին չի լսում, բայց ահա հանկարծ Ալիևին լսեց։ Այսինքն միջին աշխարհաքաղաքական ուժ որպես Ադրբեջանի այս բուսթը, այս խթանումը կատարված կարևոր բրիտանական, այսպես բարձրախոս մամլո միջոցների կողմից մեզ գուժում է, որ տարածաշրջանում Անդրկովկասում գործողություններ են սպասվում է ըստ այդմ Ադրբեջանին տրված այդ բարձրացված կարգավիճակից դրան համապատասխան այլ գործելավոճ, որը մենք այս շաբաթ տեսնում ենք Մոսկվա-Բաքու փոխհարաբերություններում, Ալիևի կողմից Մոսկվայի աչքին թքելը, Մոսկվայում ԱԳՆ-ի կողմից ասելը, որ այդ թուքը անձրև էր, որը սառը ամառվա ժամանակ երկնքից Մոսկվայում թափվում է, որ Լավրովն ու Զախարովան դուրս են գալիս ԱԳՆ-ի շենքից։ Եվ դա նշանակում է, որ այդ ռազմականացումը, այդ հավելյալ բյուջեի տրամադրումը, այդ հավելյալ Ադրբեջանի դերակատարում տալը Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի հետ հատուկ առանձին ռազմավարական հարաբերությունների զարգացման ոլորտում, Նախիջևանի հանդեպ ոտնձգությունների ոլորտում եւ այլն, մեզ գուժում է առաջիկա բավականին սանձարձակ պահվածք Հայաստանի հանդեպ, մեղմ ասած, եւ բոլորիս համար պարզ է, որ Նիկոլի զուգընկերուհին հանցավոր երկու դավաճանները ամբողջությամբ թուրքական եւ ադրբեջանական գործիքներ են եւ իրենց գործը այսպես եկեք սահմանադրության այսինչ հոդված փոխենք, եկեք կաթողիկոս փոխենք, նույն ձևով ինչպես որ առաջ եկեք Արցախի շուրջ բանակցությունների ձևաչափ փոխենք, եկեք Բակո Սահակյանը չի լինի, թող Արայք Հարությունյանը լինի, եկեք բանակում թող այս սնունդը չի լինի, այլ լինեն ելակներ, մայկաներ, տրուսիկներ եւ այլն, քանի հանրությունը եւ ցավոք սրտի ընդդիմադիր մամուլը, ընդդիմադիր առաջնորդների գրպանից կախվածություն ունենալով, սա է նորակարգ բերում, իրականում այդ նարատիվների հետևում թուրքը պատրաստվում է լայնամասշտաբ ուրեմն հարձակման, շրջափակումով կլինի, արագ սրընթաց ձևով կլինի, ինչպես կլինի, կարևոր չի, եւ ինչ էլ որ այս իշխանությունները իբրև թե տրամադրեն Ադրբեջանին, դուք տեսնում եք օրինաչափությունը, այս կետը զիջեցին, այն կետը փոխեցին, փակ դռների հետևում ավելին քան գրված փաստաթղթերում, որոնց բովանդակությունը միշտ չէ, որ մենք ամբողջապես տիրապետում ենք, բացի այդ թղթի վրա գտնվողից բանավոր ավելի շատ զիջումներ են միակողմանի արվում այս վաճառական զույգի կողմից թշնամին պատրաստվում է գալ հանգիստս ամեն ինչը վերցնել եւ այդ առումով օգտագործում է կոկոլին եւ կեկելին ընդդիմությանը արագ տեմպերով իզոլացնելու, հեռացնելու, ռեպրեսիաների ենթարկելու, ունենալով Եվրոմիության, ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ ուշիկ-փուշիկ հանդիպում էին նաեւ ընդդիմադիր խմբակցության ղեկավարները իրանց աշխարհաքաղաքական դեբիլությունից ելնելով, որովհետեւ օտարասեր, օտարամոլ աբորիգեններ են։ Քրիստոֆեր Կոլումբոսին տեսած աբորիգենի պես էին իրենց պահում, որտեվ ճիշտ կլինի բոյկոտել եւ չհանդիպել որևէ Բրիտանիայի կամ Ֆրանսիայի դեսպանի, քանի դեռ Բաքվի բանտում գերիներ կան։ Հատկապես շատ զավեշտալի էր վերնագիրը, որ Աննա Գրիգորյանը Բրիտանիայի դեսպանի հետ խոսել է ազգային ժողովում իշխանություն ընդդիմություն փոխհարաբերությունների մասին աշխատանքային շատ ծիծաղելի է։ Ապօրինի իշխանություն ընտրություն գողացած, ընտրությունների արդյունքները երբևէ չբողոքարկած, չպայքարած դրանց համար Ծառուկյանին բանտ ուղարկած ընդդիմությունը, այս երկու ոչ լեգիտիմները իրար հետ ինչ-որ աշխատանքային հարաբերություններ ունեն, որի մասին զեկուցվում է ընդդիմադիր ուժի կողմից Բրիտանիայի դեսպանին։ Աշխարհաքաղաքական process-ները բուն ոչ թե արդեն Հայաստանի շուրջ, այլ արդեն Հայաստանի տարածքի հաշվին, դրանք կայացած փաստեր են, եւ ես ուզում եմ այս հարցը տալ տրամաբանական։ Միգուցե Նարեկ Կարապետյանը շատ ազնիվ նկրտումներ ունի, երբ խոսում է աղքատությունը վերացնելու եւ այլնի մասին, ասենք աղքատությունը ինչ որ ձևով վերացրեցիր կամ սոցիալական հարցերով է զբաղվում, բայց թուրքը շարունակում է իր ասպատակությունը տարածքներ վերցնելը,
ռեպրեսիաները քաղաքական բոլոր ընդդիմադիրների հանդեպ, բոլոր կարգի, բոլոր որակի եւ արդեն տարբերություն չկա, Մարցիփյուրքում է, Հայաստանում է, եկեղեցու մեջ է, եկեղեցուց դուրս է, ինչ որ այսպես բարերար է, բիզնեսմեն է, դիվանագետ է, մշակույթի գործիչ է, կապ չունի, ցուցակագրված հերթով թուրքը բոլորի հետևից գնում է եւ ոչնչացնում է։ Ինչպես որ մյուս Երևանի քաղաքապետարանի ավականու ընտրությունների ժամանակ 2023-ին ինչքան տարված էր ամբողջ ընդդիմադիր դաշտը եւ դուք ընդդիմադիր հայացք ունեցող քաղաքացիներ այս ընդդիմադիր ուժերի նախընտրական այդ խայտարակ ռոլիկներով քանի դեռ Արցախը շրջափակման մեջ էր, ես հիմա տեսնում արդեն Հայաստանը շրջափակման մեջ է, սրճարաններ եւ այլն գնում եք գալիս եք ինչ որ կյանքի նշույլ կա, բայց դա ոչինչ չի նշանակում։ Սիրիայում էլ են, այնտենց մինչև հիմա մարդիկ կաֆեներ են գնում, բայց այնտեղ կոնկրետ էթնիկ զտումներ են տեղի ունենում։ Էթնիկ զտումներ никто не отменял։ Կամ Լիբանանի հարավում Իսրայելը էթնիկ զտումներ է կատարում։ Հայաստանում մարդիկ կան, որ վստահ են, որ Իսրայելը Թուրքիայի դեմ է այդ սաղանում, շատ խնդալու է։ Շարունակեք այդպես ապրել, բայց ես հիմա շարունակեմ այս միտքը։ Դիցուք դուք ինչ որ տնտեսական պայմաններ եք բարելավում, բայց Թուրքը տանում է տարածքները եւ փաստացի դառնում է դե ֆակտո իշխանություն Հայաստանի տարածքում։ Այսինքն դուք էլի տենց բարերար եք, ով որ սոցիալական հարցերի մեջ մխրճված արտաքին անվտանգային խնդիրներ չլուծելու հետևանքով ստեղծված սոցիալ-տնտեսական խորը խնդիրների մեջ մտած քաղաքացիներին գալիս է ու ողորմություն է բաժանում, որովհետև պետական մասշտաբով, պետական մակարդակով սոցիալ-տնտեսական համակարգը փոխելու համար անհրաժեշտ է պետության սուվերեն տարածք հստակ սահմաններով, ազգային անվտանգության, արտաքին քաղաքականության հստակ ծրագրով, բանակը կանգնած է իր տեղում, հետախուզությունն իր տեղում է, դիվանագիտական կորպուսն իր տեղում է, պաշտպանական բլոկն իր տեղում է, որ դու կարողանաս սոցիալ-տնտեսական խնդիրները բարելավել ոչ թե դեպի բլոկադա գնացող հասարակությունում, այլ բլոկադայից դուրս եկող, իր իրավունքները ամեն կերպ պաշտպանող հասարակության համար։ Որովհետև այդ խնդիրները, որ Հայաստանում ստեղծված են, դա Թուրքիայի եւ Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի նորմերը խախտող ապօրինի Հայաստանի Հանրապետության սահմանների 83%-ը շրջափակման մեջ դնելու հետևանք է, այլ ոչ թե այն հիմարությունները, որ դուք եւ ձեր հորեղբայրը ցավոք սրտի շարունակում եք կրկնել, չգիտեմ, քանի որ դուք սիրում եք իսրայելցի քաղտեխնոլոգների լսել Հայաստանի մասին եզրահանգումների կապակցությամբ, ես շատ ակնկալիք չունեմ, որտեղ Իսրայելը եւ Թուրքիան գործում են նույն ձևով, ցեղասպանական մեթոդներով, շրջափակման, ապարտեիդի, էթնիկ զտումների միջոցներով։ Եվ ձեր ռազմավարությամբ նշանակում է մենք էլ պետություն չենք ունենալու, պրոստը դուք շարունակելու եք ինչ-որ բարերարությամբ զբաղվել, պրոստը ուզում հասկանամ ինչ է դրա համար մանդատ պետք։ Ասենք ինչու եկել դուք մանդատը վերցրել, եթե դու չես պայքարելու, եթե ուժեղ Հայաստանի իսկապես ուժեղ դեպուտատներին դու տեղ չես տալու, որպեսզի նրանք արտահայտվեն, խոսեն, ըմբոստանան եւ այլն եւ այլն։ Դու այդ մարդկանց շնորհիվ ես, դու եւ այդ մնացած պուպսիկները ստացել այդ ձայները։ Դու մեր ինչին ես պետք։ Ձեր մանդատները մեր ինչին են պետք։ Դուք ովացու եք ընդհանրապես։ Եկող շաբաթ լինելու է կառավարության ծրագրի ներկայացումը Նիկոլի կողմից ազգային ժողովում։ Կատարյալ պայքարող երկրում, իսկապես պայքարող ընդդիմադիր ուժի պայմաններում մենք ունենայինք ձեր խմբակցության ամենաուժեղ падգամավորներին առաջին գծում, մենք ունենայինք պատկեր, որտեղ ձեր բոլոր падգամավորները, նրանց բոլորին անվանում են սրիկա, հրաժարվում են ընդունել Արցախի հանձնումը լեգիտիմացնող, եկեղեցու դեմ արշավ լեգիտիմացնող եւ Հայաստանի ապագա հանձնումը լեգիտիմացնող կառավարության ծրագիրը եւ այդ ալիքի վրա փողոց դուրս կհանեի մարդկանց, մանավանդ որ ամսի 28-ին կաթողիկոսի դեմ հաջորդ դատն է, հաջորդ նոր դատավորով եւ իսկապես պայքարի կտանե։ Եթե դու չես պայքարում, դու ինչի ես պոպուլիստական սխալ թեզեր տարածում, որ ընդդիմության գործը պարլամենտում դա իշխող ուժի հետ բարեկիրթ եւ նորմալ աշխատանքային հարաբերություն ունենալն է, ով է այդպիսի բան ասել։ Բոլոր երկրներում ընդդիմությունը եւ իշխանությունը պարլամենտը օգտագործում են որպես ժողովրդի շահերի տեսլականի վրա հիմնված ճակատամարտի վայր։
Եվ այնպես չի, որ Հայաստանում ժողովրդի տեսլականը իր ապագայի, իր երկրի տարածքի ինքնության մասին համընկնում է այս իշխանազավթում կատարած, որ նույնիսկ չսպասեց ընտրությունների ձայների ամբողջական հաշվարկմանը, ինքը պարզապես դուրս եկավ ու զավթեց իշխանությունը, որովհետև գիտեր, որ պարտվել է։ Դուք էլ գիտեք, որ հաղթել եք, բայց դուք ինչ-որ այսպես միջին գոտի մտաք իրանց հետ ու ինչ ես դու այդ բարեկրթությունը ու իբրև թե նորմալ աշխատանքային հարաբերությունը ինձ ծախում որպես օբյեկտիվորեն ճիշտ ընդդիմություն իշխանություն փոխհարաբերություն, դա այդպես չի, ոչ մի երկրում դա այդպես չի, իսկ Հայաստանը դիկտատուրա է, դիկտատուրայի դեմ չեն պայքարում, ձևացնելով, ամեն առավոտ արթնանալով ու ձևացնելով, որ դու ժողովրդավար երկրում, ժողովրդավարական պարլամենտում ես ու որ քո թիվ 1 պրոբլեմը դա սոցիալ-տնտեսական խնդիրներն են, Հայաստանը Շվեդիան չի, Հայաստանը Դանիան չի, Հայաստանի հարևան երկրները Նորվեգիան, Ֆինլանդիան չեն, Գերմանիան չի, այլ Թուրքիան է, Իրանն է, Ադրբեջանն է, Վրաստանն է, որտեղ լուրջ գեոքաղաքական մեծ շարժեր են տեղի ունենում, որտեղ առնվազն 2 երկրներ քեզ ամեն օր պատերազմով են սպառնում։ Ու այս բարեկիրթ ասվածի ֆոնի վրա, որ ձեզ հիմա անվտանգության ուժերով դուրս են հանում դահլիճից, սա արդյոք քեզ համար նախանշան չի, որ բոլորին են բռնելու տանեն։ Ու դու փուրն ես տալու քո ուժեղ մարդկանց, ուժեղ դեպուտատներին, որովհետև այդ ուժեղներին կրկնում եմ, ես չեմ տեսնում առաջնագծում, ես տեսնում եմ, որ իրանց մեջքի հետևից, քո խմբակցության մեջ, իրանց հարվածներ են գալիս, բխեցնելով քո այդ ընձեռած ստրատեգիայից, սոցիալական հարցերով զբաղվելու եւ կոկոլենց հետ լավ հարաբերություններ ունենալու քո բզիկից, որը պայմանավորված է ինձ թվում է արդեն կոկոլենց ու սուգուբը ձեր ընտանիքի միջև տեղի ունեցած ինչ որ ծորկեքից, որի մասին հանրությունը չգիտի, որը դու որպես ընդդիմադիր մանդատ կրող իրավունք չունես։ Մարդկանց ժողովրդի ում ձայնը դու ստացել ես, իրենց մեջքի հետևում ինչ-ինչ պայմանավորվածությունների գազ, դու չունես այդ իրավունքը։ Դու դրանով դավաճանում ես այդ մանդատին։ Որտեղ է այդ պայքարը, ինչպես ես դու պատրաստվում տապալել հայատյաց, հայաստանյատյաց կառավարության ծրագիրը, որ Նիկոլը բերելու է ազգային ժողով եկող շաբաթ, որտեղ է քո ռազմավարությունը։ Ինքը գալու է ասի Արցախը հանձնում եմ, դու ասելու ես, հա, ես սոցիալական հարցերով եմ զբաղվում, ես աղքատության դեմ եմ պայքարում։ Ասենք ինքը Ղարաբաղ կասի, դու էլ կհելնես կգոռաս, Ղարաբաղ չի, Արցախ է, մի հատ հավաքի քեզ ասենք։ Բայց դու իր կառավարության ծրագիրը, որը լեգիտիմացնում է Արցախի հանձնումը, չես կասեցնի, դու կընդունես, դու կքվեարկես։ Նույնը եկեղեցու դեմ ոտնձգություն է։ Ինքը կասի եկեղեցին ինչ կուզեմ կանեմ, դու կասես կաթողիկոսի մասին այդպես չխոսես, ու հետո կասես երկրում ամենակարևոր հարցը դա սոցիալական խնդիրներն են։ Եկեք բարեկիրթ աշխատենք սոցիալական խնդիրների շուրջ։ Ու մենք ասենք դեբիլ ենք, կամ դու տենց ինչ-որ եսի մինչ դարձար, ընդդիմադիր ուժի խմբակցության ինչ-որ ղեկավար լինելով, այն ինչի համար դու ձայնը ստացել ես, դու գնում ես շուռ ես տալիս դեպի այն կենտրոնացումը խնդրի, որի ֆոնին նախընտրական արշավի ժամանակ դու ռեյտինգ չունեիր։ Դու երբ որ մենակ տնտեսական խնդիրներից էիր խոսում, դուք չունեիք այդ ռեյտինգը, ձեր ռեյտինգը աճեց, երբ որ դուք սկսեցիք խոսել ադրբեջանական եւ թուրքական նվաճողական վտանգների մասին։ Այդ հողի վրա ենք մենք ձեզ ձայն տվել, դուք ես խես գցում դոդի բաղերը։ Եվ ընդդիմադիր հանրությանն եմ ես հիմա ուղում խոսքս, ինչի եք վախենում այս ամենը բարձրաձայնել։ Ինչպես որ արցախցիներն էին վախենում, նստել են շրջափակման ժամանակ Ռուբեն Վարդանյանը, որ հա բարերար է, ինչ որ բաներ հասկանում է, բայց քաղաքական գործիչ չի ու գեոքաղաքական process-ներ չի հասկանում, եւ իր հպարտությունը եւ իր էգոն թույլ չէր տալիս, նաեւ Թավիշին մասնակցած լինելը, թույլ չէր տալիս, որպեսզի նա ընդուներ, որ գեոքաղաքական խաղեր կա, որ ինքը տեղյակ չի, որ իրեն կարող են պեշկայի պես օգտագործել։ Ու հենց այդ էգոն էլ օգտագործում է թշնամին իրանց։ Ու նստել են կողքը Զիլինա են խաղում ու եղավ են ինչ որ եղավ։ Հիմի սրա շուրջ ինչի եք Զիլինա կապել, ես կարամ հասկանամ, ինչի չեք դուք խոսում, ինչ եք տեսնում, որ Էդգար Ղազարյանին ոչ թե պաշտպանելու, այլ Էդգար Ղազարյանի գիծը որպես ընդդիմադիր խմբակցության գլխավոր ռազմավարություն որդեգրելու փոխարեն, մենք տեսնում ենք ճիշտ падգամավորական գործունեության նվազեցում, նշաձողի իջեցում, միտումնավոր
Եվ մեր նվաստացում, միթե դուք դրա համար եք ձայն տվել։ Սոցիալական խնդրի լուծում, այնպիսի տարածքում, որտեղ առնվազն երկու թշնամի պետություն արդեն իսկ դիվերսիոն գործունեություն են իրականացնում, ներսում ինձ շիխանազավթում կատարած իրենց գործակալական ցանց վարչապետ, վարչապետի զուգընկերուհի, ազգային ժողովում այս երկուսի ուսապարկեր, որ կոմպրոմատերով, շանտաժով, սաբոտաժով են իրենց պահում իրենց վերահսկողության տակ այս բոլորի կողմից։ Դուք ինչի չեք արտահայտվում, ինչի չեք գրում, ինչի չեք խոսում, ինչի չեք գոռում։ Դուք պետքա զինված պատրաստվեք եկող շաբաթ կառավարության ծրագիրը տապալելուն, դա Հայաստանի բախտորոշիչ ճակատագիրը նախորոշող փաստաթուղթ է, հետո ինքը ասելու է, ես սա բերեցի, դուք քվեարկեցիք, ես հիմա ինչ ուզում անում եմ, ինչ եք բողոքում։ Եվ բնականաբար այն ինչ որ այդ ծրագրում է գրված, իրականում ավելի խորքային զիջումներ է լինելու, քան ինչ որ այդ թղթում է, թղթի վրա գրվածը, դա ուղղակի այդ այսբերգի վերևն է։ Եվ ցանկացած ընդդիմադիր հայացք կիսող, տեսնում ինչ որ վիդեոներ են մարդիկ անում Ադրբեջանը Նախիջևանի հանդեպ ինչ որ իրավունքներ է հայտարարում, ինչ որ եսի ինչ, ձեր ռուսաֆոբիան մի հատ մի կողմ թողեք, որովհետև հայրենիքի ազատագրումը սկսվում է հանրապետության եւ ազատության հրապարակներից։ Չի սկսում Մոսկվայում, չի սկսում Վաշինգտոնում, չի սկսում Բաքվում, չի սկսում Անկարայում։ Մանավանդ որ տղամարդիկ եք, մի հատ այս բոլոր ընդդիմադիր դաշտին բզեք, բզելը կատարվում է իրանց այս ռազմավարությունը ստրատեգիայի փուչ լինելը, իրանց դեմքին ասելը։ Ու պետք է խոսակ իշխանափոխությունից, Նիկոլին հանել է պետք, այս պատուհասին բանտարկել է պետք, դուք ինչ եք բոլորը ձև տալիս, որ դա ինչ-որտես մի հատ բարդ խնդիր է, կամ որ առանց այդ խնդիրը լուծելու կարելի է ուրիշ խնդիրներ լուծել, եւ որ այլ երկրներ պարտավոր են այդ խնդիրները ձեր համար ձեր շահերից բխելով լուծել, որովհետեւ դու գիտես ով ես, այ դու հիմա կանգնում ես Ռուսաստան ես քֆրտում, այ դու հիմա կանգնեցիր, չգիտեմ, Իրանին մի երկու հարգանի քֆուր տվիր, որ թրիփը այդքան էլ բան չի անում ինքը։ Հոգնել եք, չեք խոսում, մենք դրանց մասին չենք խոսում։ Այս ընդդիմությունը արդեն պարզ էր ինչ էր, մենք գիտենք։ No, you didn't, դուք չգիտեիք, որովհետև դուք կողմ էիք ընտրություններին։ Իսկ եթե բոլորը ՀՀԿ-ի հետ միասին չգնային ընտրությունների եւ Սամվել Կարապետյան բարերարը իր միջոցները ներդներ, հսկայական հուշկ ու պայքար կազմակերպեր եւ իմպիչմենտ կազմակերպեր։ Մեկը իմ մյուս տեսանյութի տակ գրել է, որ նույնիսկ Լևոն Քոչարյանը պաշտպանեց Էդգար Ղազարյանի խոսքը անցյալ շաբաթ։ Լևոն Քոչարյանը եթե պաշտպաներ Էդգար Ղազարյանի խոսքը անցյալ տարի այս ժամանակ, այսօր կլիներ 2 օր։ Եվ որ Էդգար Ղազարյանը խոսում էր իմպիչմենտի մասին, Լևոն Քոչարյանը զանգում էր իր պապայի ջեբի շունիկ Վիկա Սողոմոնյանին Մոսկվայում, ով զանգում է ռուսկախոս սիլիկոնա պրոշա ուռած կնանիքի, ովքեր աշխատացնում են, չգիտեմ, ինչ որ Telegram ալիքներ, որտեղ իրենք 24/7 ռեժիմով ծաղրում են Էդգար Ղազարյանի անձը, Էդգար Ղազարյանի ընտանիքին, իմպիչմենտի գաղափարը եւ ցանկացած մարդ, այդ թվում նաեւ ինձ Նարեկին Մալյան, իմպիչմենտի մասին խոսալու համար։ Լևոն Քոչարյանը երբեք ներողություն չի խնդրել, որ լինելով ինչ որ չգիտեմ ինչ ընտանիքից, իր տարօրինակ ծագման կնանիքը, օրինակ անընդհատ հարձակվել են իմ ընտանիքի վրա եւ ոչ միայն այսպես մենակ բառերով, էլի, որ իրենք վնասակար կենդանիներ են։ Ու հանկարծ այս շաբաթ հիշեց Լևոն Քոչարյանը, որ Էդգար Ղազարյանն է պաշտպանում, ոնց այդ պաշտպանությունը արտահայտվում կարամ հասկանամ։ Կրկնում եմ, փողոցային մեծ շարժում, ասենք օրինակ բոլոր առաջնորդները միասին ընդդիմադիր մարդկանց կոչ են անում, կաթողիկոսի դատի օրն է գալիս, այս կառավարության ծրագիրն է, սա այս շաբաթ բերում, ժողովրդին հանում են փողոց, իրան գալիս են պարլամենտ, 8 ԿՊ-ական падգամավոր փողոցի ճնշման տակ բերում են դեպի իրենց գիծ եւ կանխարգելում են կառավարության ծրագրի հաստատում ազգային ժողովում։ Սա կոնկրետ հստակ իրավաչափ, միանգամայն իրականանալի ճիշտ կամ արտահայտության դեպքում ծրագիր է, հեշտությամբ կարելի է կազմակերպել։ Իրանք ամեն տեղից պետք է սա լսեն։ Կխոսի Լևոն Քոչարյանը սրա մասին, չի խոսի, իր պապայի այն մի ջեբում վերընկած Գրիգորյան Աննա կգնա ստուդիաներ ու կպատվի, որ չի կարելի, հիմա հնարավոր չի փողոց հանել, իրանք չեն կարա փողոց հանել, ոչ մեկ չի կարա փողոց հանի։ Արեգա Հովսեփյանն է մարդկանց փողոց չհանելու, արդեն չգիտեմ, դոցենտի կոչում է ստացել ուժեղ Հայաստանում, կոշիկներով մտել է Սամվել Կարապետյանի աշկերի մեջ, ով որ վախենում է կոնկրետ գործողություններ կատարի։
ու ֆունդամենտալ բազա գիտելիքային չունեցող, պաթոսային, քպիական ինչ-որ անասնուհուց եկել սարքում է ինձ իբր թե ինչ-որ տենց արցախցի է բերել, որ պետք է ինչ-որ հանձնաժողով ղեկավարի ազգային ժողովում, որը հաստատում է կառավարության ծրագիր, որը պրինցիպը հանձնելու է Հայաստանի հողերը։ Ու այդ պատրանքը Նարեկ Կարապետյան մի բան էլ եք դուք Հայաստան դաշինքից վերցրել, այն որ տնով տեղով նստում եք ու սպասում եք զանգի Մոսկվայից, որ Մոսկվան հեսա սանկցիա կողկանի հայ ժողովրդին, հետո հայ ժողովուրդը կասի «Oh my God, այս ինչ էին կարծընկների կգա եւ այլն», ու ըտե ռուսը կզանգի քեզ, կասի «Ախպերը սաղ պատրաստել եմ, դավայ հել դու վլաստվեկալ»։ Այդ գեղցի մտածելակերպը կամ որ Պուտինը ինչ որ մեկի տնկերն է, մի օր Քոչարյանի ընկերներ, մի օր հիմա երևի ձեր ընկերն է, չգիտեմ ինչ, Ռուսաստանի Դաշնությունը ունի ընկերներ, ունի պետական շահեր, որոնք արտահայտվում են տարբեր աշտարակների, որոնք երկուսը չեն միայն, ինտերեսներով, ես դրանց մասին մանրամասն եւ երկար լայվային բացատրություն եմ տվել, հետաքրքիր է թող լսի, որովհետեւ դա իրականությունն է, այլ ոչ թե այն հպանցիկ 3-4-5 րոպեանոց ապուշությունները, որ դուք ինքներդ ձեզ համոզում եք մանտրայի պես, հետո իրականում գետնի վրա այլ բան է տեղի ունենում, պարզվում է, որ դուք ոչ մի բան չգիտեիք, Ռուսաստանը ինչի պետքա ձեզ զանգի, որևէ մեկը ինչի պետքա ձեզ զանգի, եթե կարողանում են այսպես հեռավար կապով ձեզ օգտագործել իշահ իրենց այլ երկրների հետ, իրենց բանակցություններում, որտեղ եթե Բրիտանիան բուստ է անում Ադրբեջանի որպես միջին աշխարհաքաղաքական ուժային կենտրոն լինելու հանգամանքը Անդրկովկասում, իսկ Հայաստանում դրա դեմ ոչ մի շարժ չի լինում, ոչ ոք պարտավոր չի նստի մեր շահերից բխելով ինչ որ մի գործողություն կատարի, ինչ որ բան ասի։ Ոչ Իրանը, ոչ Ռուսաստանի Դաշնությունը։ Իրենք իրենց պատերազմին են պատրաստվում իրենց բաժին, դա իրենց շահերից բխող իրենց ժամանակային պայմաններում պետք է լինի, եւ եթե Հայաստանը լրիվ որփացած վիճակում կատարալապես կոտորվի ու հետո այդ մեծ պատերազմը լինի, որտեղ նրանք հաղթում են, որոշում են եւ այլն, հաստատ դուք արդեն չեք լինի։ Ձեզնից որևէ մեկը չի լինի արդեն, անգամ եթե դուք ֆիզիկապես գոյություն ունեցած լինեք այդ ժամանակ, չեք բնաջնջվել եւ այլն, ինչ որ մի քաղաքում եք ապրում, այդպես շատ պոլսահայ մեծահարուստներ եւ կարկառուն գործիչներ կային, որոնք ցեղասպանության ժամանակ ոչինչ չէին արել, Թուրքի կողմն էին բռնել, Ֆրանսիայի կողմն էին բռնել եւ այլն, ապրում էին այլ երկրներում։ Հետո ինչ որ Հայաստան քարտեզի վրա վсё-таки որ թողեցին, այդտեղ արդեն իշխանություն միանգամայն այլ անձինք էին եւ այլ հասարակարգեր։ Այսինքն նման ֆունդամենտալ տեկտոնիկ փոփոխությունների դարաշրջանում գալ ու ցածր նշաձողային ինչ-որ նպատակներ դնել ձևացնելով, որ ոչ թե այսպիսի ռազմավարական մեծ շարժերի ժամանակաշրջանում է ապրում, այլ ինչ-որ տենց բնականon քաղաքական պրոցեսների դարաշրջանը ու քո խնդիրը բարեկիրթ ու աշխատանքային հարաբերություն սահմանելն է իշխանազավթողների հետ, ըստ այդմ էլ դու ավելի քիչն ես ստանալու, ու եթե դու ուզում ես իբրև թե սոցիալական ինչ-որ շերտեր քո կողմ բերես, քո այդ թիմ ընտրություններում հաղթելու եւ այլնի առումով, կրկնում եմ, դա չի երաշխավորելու, անգամ եթե դու հաղթես, քո կուսակցության հաղթող մարդկանց դեմ ռեպրեսիաները, մարդիկ նստելու են, մարդիկ հետապնդվելու են, ձեզ թույլ չեն տալու, որ դուք որևէ գործունեություն իրականացնեք, ավելի ռեպրեսիվ ձևով, քան նախորդ անգամ էր դա տեղի ունենում։ Այսինքն սխալ հաշվարկ ես անում, իսկ եթե մտածում ես, որ ինպես մտածող մարդիկ եւ գործունեության ընդունակ մարդիկ, դուք թիրախավորված այնպես եք անում, որ մենք հանկարծ դաշտում ոչ մի օրակարգ չձևավորենք, կրկնում եմ, օրինակ վերցնելով Լևոն Քոչարյանի կնանիքներից, մնանիքներից, ովքեր թաղում էին իմպիչմենտի արևը, Գրիգորյան Աննային հարցրում, ինչեւ հիմա իմպիչմենտի արև թաղելով, այսինքն շպագատ ժպիտով 2-3 հատ քթի օպերացիայով, այտենց ինքը ապրում է, абсолютно մեղքի զգացողություն եւ այլն չունի, եւ կառավարության ծրագիրն է դուք կանցկացնեք, абсолютно ձեզ ոչ մեկ չի ունենա մեղավորության որևէ զգացողություն, как будто տենց այն որ բան չկարացանք անենք բան, բայց դուք կարաք անեք, ոչ միայն կարաք, դուք պարտավոր եք անել։ Եթե դու ուզում ես երկարաժամկետ հաղթել, թե Հայաստան ունենալ, թե ապահով սահմաններ եւ միայն այդ ապահով սահմանների արկայության դեպքում սոցիալ-տնտեսական համակարգ, որը այլ ռելսերի վրա է, եւ Արցախի միջազգային իրավական սուբյեկտայնության պաշտպանության միանգամայն այլ մակարդակ, ապա դու պետքա ստավկան կատարես իմ մտածելակերպի օրակարգի շրջանակներում, որը երկարաժամկետ մեծ օգուտ է բերելու։ Քոնը կարճաժամկետ քյարի համար ձեզ կունենաք մեծ քյար, Հայաստանը կունենա մեծ կորուստ։ Իմ ասածով այս պահին
հոպարդ կարող է այդքան քյար չկպցնի նյութականի առումով, բայց հաստատ գաղափարական ու առաջնորդային եւ այլն իսկապես ինքը կարա աճի դառնա պետականամետ այր այդ process-ում ու իրոք հայոց պատմության մեջ մնա որպես այդպես շատ կարկառուն դեմք, որին ոչ ոք չխաբեց։ Իսկ հիմա դուք ձեր էգոյի պարադով եք զբաղված, դուք շատ ցածր ստավկաներ եք դրել ցածր որակի մարդկանց վրա, ուժեղ Հայաստանի բարձրորակ կադրերին ես շատ կուզենայի, որ դուք ավելի քաջ գտնվեիք, որ դուք վեր կենաք ու այս պայքարը առաջնորդեք, որովհետև ափսոս է, որ դուք փչանաք, իսկ դուք սրանց տակ մնալով փչանալու եք, դուք այնպես արեք, որ ձեր ձայնը ավելի լսելի լինի, որովհետև ձեր շնորհիվ են այդ ձայները եկել։ Ես այդ երեխեքին, որ տեսնում եմ, որ ինչ որ հանձնաժողովի նախագահ եւ այլն, I don't even know who they are, դաժե չգիտեմ ով է իրանց ձայն տվել եւ ինչ։ Բայց որ այսպեսին է այսօրվա ազգային ժողովի պատկերը, այսպեսին է իրանց ռազմավարությունը, եւ որ այդ ստրատեգիան ես անվանում եմ умирать так с музыкой, էլի, այդ այն որ սոցիալական հարցերով ենք մենք զբաղվում, նույն Արցախի հանձնման սցենարն է, նույն։ Ես տեղ եկել եմ, մարդկանց եմ օգնում, ոչինչ որ շրջափակում է, ոչինչ որ թուրքերն ու ադրբեջանցիները սերանում են անում, too little, too late, too gullible, sold out, too much, ինչեւ հիմա շարունակվում է։ Իսկ ընդդիմադիր հայեցքի քաղաքացիները կրկնում եմ, երբ որ տենց խոսում եք, Արարատը հետ բերենք, Նախիջևանը մերն է, Ղարսի պայմանագիր էս կոմ, այդ փաթեթը զուգակցված ռուսի դեմ քֆուրով, Պարսիկի վրա մուննաթով, բայց Ամերիկայի ոտ պաչելով, Ֆրանսիայի նավերից կրկին սպասելով, որ հայոց լեռներ բարձրանան, օքեյ, դուք էլ ձեր կարճաժամկետ կայֆերն ունեք, կարող ինչ որ լիքը մարդ նայում ծափահարում ողզղնում է այդ ձեր պաթոսներից, բայց իրական գործողությունների դաշտում դուք գնում եք պատմության գիրք, որպես տղամարդիկ, ովքեր այդպես էլ ոչինչ չարեցին։ Որտեւ կարելի է գործ անել բոլորով հիմա միասնականանալով, բոլորով միասին փողոցային պայքար եւ կառավարության ծրագրի, Նիկոլի կառավարության ծրագրի տապալում պրոյեկցիայով վերացնում ենք Կեկելին եւ Կոկոլին ուղարկում ենք բանդ։ Դրանից հետո իրար կռիվ տվեք, որ մեկը ինչ սրոկներում է Արարատ լեռն ու Նախիջևանը ու Արցախը հետ բերում։ Դրանից հետո մինչեւ այդ կետը ոչ մեկը ոչ մի բան ոչ կարա անի, ոչ կարա խոստանա։ Պղտոր ջրում ձուկ եք բռնում կամ ասում են քակ սրտի մխիթարանք։ Չեք կարող այդ անասունին հանել, միշտ հայրենասիրական կլուչը ու բանը ու բարեգործական կլուչը։ Հայրենասիրական պաթոսը ու բարեգործությունը, ես օգնեցի սրան, բան, այս կոմֆորտի գոտինա, բոլոր այդ ձեր եսի մինչաբան ինքներդ ձեզ հայտարարած բլոգերները, դա կոմֆորտ զոնա կամ ասել Նիկոլը էս ու այնա, օքեյ, ինչ ես առաջարկում անել հենց այս պահին։ Ոնց ենք անում Նիկոլին։ Impeachment-ը վրեկները չէր գալիս, իսկ հիմա կարող է կառավարության ծրագիրը չհաստատենք ու այդ փողոցային պայքարը բերենք մինչև Նիկոլի բանտարկում ու բան ստացվի։ Թե դուք չեք պատկերացնում ձեր կյանքը այնպիսի երկրում, որտեղ Նիկոլ իշխանություն չի։ На что вы тренируетесь? Որտեվ տրենիրովկա անող մարզիկը ինքը դաժան տրենիրովկայի է ենթարկվում, որպեսզի գնա եւ հաղթի, չէ՞։ Ձեր տրենիրովկի նպատակը ո՞րն է ուզում եմ հասկանամ։ Որ կողքից նայեն ասեմ, այ կայֆ տրենիրովկա է անում, իսկ մրցույթի օրը գնաք ու պարտվեք, անգամ եթե դուք եք հաղթել։ Սա է այսօրվա իմ մտորումները, ես այդքան վստահ չեմ, որ ես այս շաբաթ կանեմ այդ երկար լայվը, միգուցե թողենք եկող շաբաթվա, որովհետև այդ կառավարության ծրագիրը ես սպասում եմ գա ազգային ժողով, եւ մեզ շատ հարկավոր է, որ մենք ուղղակի այսպես 4 աչքով, շատ կենտրոնացած տեսնենք ինչա կատարվում։ Ու տեսնենք ով ինչա իրանից ներկայացնում։ Հաջողություն։